Ողջույն հարգելի ընկերներ, ձեզ հետ Մարինա Մնացականյանն է։ Microsoft Word, Excel, PowerPoint հնարքներ դասընթացներ Facebook-յան էջի admin-ը եւ այդ ծրագրերի trainer-ը։ Այսօր ձեզ ցանկանում եմ ներկայացնել, թե ինչպես կարելի է կատարել ճշգրիտ փնտրում find գործիքի օգնությամբ։ Բայց մինչ այդ ձեզ ցանկանում եմ ներկայացնել մեր նախագծի ռեսուրսները։ Մեր նախագծի ռեսուրսների մեջ է ներառված Microsoft Word, Excel, PowerPoint հնարքներ դասընթացներ Facebook-յան էջը, որը կարող եք հավանել եւ հետեւել էջի նոթերում տեղադրվող օգտակար նյութերին եւ հոլովակներին։ Microsoft Office հնարքների ակումբ Facebook-յան խումբը, որին կարող եք միանալ եւ տեղադրել այդտեղ ձեզ հուզող հարցերը Word, Excel, PowerPoint ծրագրերից եւ վերջապես YouTube-յան ալիքը, որին կարող եք բաժանորդագրվել եւ հետեւել ընթացիկ տեղադրվող հոլովակներին։ Ինչպես ձեզ խոստացել էի, այսօր ձեզ կներկայացնեմ, թե ինչպես կարելի է կատարել ճշգրիտ փնտրում find գործիքի օգնությամբ։ Ես կազմել եմ այսպիսի մի աղյուսակ, որտեղ տեղադրված են, ենթադրենք, ապրանքների մասին տեղեկատվություն։ Տեղադրված են, մուտքագրված են թվեր եւ մուտքագրված են բառեր։ Կոնկրետ ես find գործիքի օգնությամբ ճշգրիտ փնտրումը կներկայացնեմ բառերի հիման վրա, սակայն նույն սկզբունքով մենք կատարելու ենք ճշգրիտ փնտրում թվերի նկատմամբ։ Նախ find-ը ակտիվացնելու համար ստեղնաշարային տարբերակը կարծում եմ բոլորդ եք իմանալ, դա Ctrl եւ F ստեղների միաժամանակյա սեղմումն է։ Ահա բացում է այսպիսի պատուհան find and replace անվանումով, կամ եթե ստեղնաշարային տարբերակով չեք ցանկանում ակտիվացնել այլ մենյուի միջոցով, ապա home մենյուի մեջից ակտիվացնելու եք find and replace գործիքից find մենյուն։ Ահա բացում է այսպիսի մի պատուհան։ Ենթադրենք ինձ հանձնարարված է, որ ես փնտրեմ մեծատառերով գրված պատվերները։ Բայց եկեք ուշադրություն դարձնենք, որ այստեղ ես ունեմ գրված պատվեր բառերը ինչպես մեծատառ, այնպես էլ փոքրատառերով։ Դա ենթադրենք ինձ համար ունեն նշանակություն մեծատառերով գրվածները կամ փոքրատառերով գրվածները, այս դեպքում ես ցանկանում եմ փնտրել մեծատառերով գրված պատվեր բառերը։ Որպեսզի ես ներկայությամբ նորից մուտք չանեմ այս տողում, պարզապես ես կկատարեմ copy paste եւ կնշեմ տիրույթը։ Իդեպ ընկերներ, եթե դուք գիտեք թե կոնկրետ փնտրվող բառը կամ թիվը որ տիրույթում պետք է փնտրվի, նախընտրելի է նախապես նշել։ Իսկ եթե դուք կոնկրետ տիրույթը չգիտեք, ապա դրեք ցանկացած վանդակում եւ ակտիվացրեք find-ի պատուհանը։ Ահա եկեք փնտրենք find next կոճակը սեղմելով։ Տեսնում ենք, որ Excel-ը կատարում է շեղում, այսինքն Excel-ը գտավ պատվեր անկանխիկ վանդակը։ Ինչու է շեղում, որովհետև ես հրաման էի տվել, որ Excel-ը կոնկրետ գտներ պատվեր բառերը։ Տեսնենք, այն ինչ շեղում կտա Excel-ը։ Ահա տեսնում ենք, որ Excel-ը գտավ նաև փոքրատառով գրված պատվեր բառը։ Այսինքն սա երկրորդ շեղումը։ Որպեսզի Excel-ը շեղում չտա, այսինքն գտնի միայն մեծատառերով գրված պատվեր բառը, այսինքն զգայուն լինի մեծատառ եւ փոքրատառի նկատմամբ, ապա այս find-ի պատուհանից ակտիվացնում ենք option-ները։ Բացվում է այսպիսի մի պատուհան, որտեղ մենք պետք է ակտիվացնենք match case կոճակը։ Այսինքն match case-ը պատասխանատու է մուտքագրված բառի, մեծատառի եւ փոքրատառի համար։ Իհարկե սա արդեն պարզ է, որ թիվը փնտրելու ժամանակ մենք պատասխանատվություն այս կոճակը չի գրում, սա պատասխանատու է միայն բառերի դեպքում։ Եկեք կատարենք ներկա դրությամբ փնտրում։ Անենք find next։ Ահա տեսնում ենք, որ Excel-ը գտավ պատվեր մեծատառերով գրված վանդակը։ Բայց գտավ նաև պատվեր անկանխիկը, այսինքն այս դեպքում նորից տվեց շեղում։ Եթե ընկերներ մենք ակտիվացնենք match case-ը, Excel-ը միայն կգտնի մեծատառերով պատվերները, բայց նաև կգտնի այն պատվերները, այն մեծատառերով գրված պատվերները, որոնց հետ մուտքագրված են նաև այլ բառեր։ Կոնկրետ մեր օրինակի դեպքում, ահա ինչպես տեսնում ենք, գտավ պատվեր անկանխիկը, որը ներկայությամբ չի։ Ես միայն ցանկանում եմ գտնել պատվեր մեծատառերով գրված վանդակները։ Այսինքն երկրորդ շեղումը վերացնելու նպատակով ես պետք է ակտիվացնեմ նաև այս կոճակը match entire cell contents։ Այսինքն ես այս դաշտում ինչ մուտք եմ արել,
ինչ պարունակում է իմ մուտքագրած բառը, թող Excel-ը գտնի միայն այդ վանդակները, ոչ մի շեղում չտա։ Եկեք համոզվենք դրանում։ Սեղմելով Find Next-ի վրա, ահա տեսնում ենք, որ Excel-ը միայն կթարթի, կակտիվացնի այս կապույտով գրված պատվերները, որտեղ մուտք են արված միայն մեծատառերով գրված պատվերները։ Ահա տեսնում ենք։ Տեսեք, այդ շեղում չտվեց Excel-ը։ Այսինքն սրանից հետևություն ընկերներ, եթե մենք ցանկանում ենք, որ Excel-ը փնտրի կամ թեկուզ փոխարինի, դեպ այս կանոնը գործում է նաև replace-ի դեպքում, փոխարինման դեպքում։ Եթե ուզում ենք, որ Excel-ը find գործիքի միջոցով ճշգրիտ փնտրում կատարի կամ ճշգրիտ փոխարինում կատարի, ապա պարտադիր ակտիվացնում ենք այս երկու կոճակները կոնկրետ բառերի դեպքում։ Իսկ թվերի դեպքում, եթե օրինակ մենք ցանկանում ենք, որ օրինակ Excel-ը գտնի միայն 5 թվերը, դե բնականաբար արդեն պարզ է, որ match case-ը մենք կարող ենք չակտիվացնել, որովհետև սա պատասխանատվություն է կրում միայն մեծատառ փոքրատառի նկատմամբ։ Բայց ակտիվացնում ենք match content-ը, որպեսզի նույն ճշտությամբ գտնի 5-ը եւ արդեն կամ փոխարինում կատարի, նույն գործողությունն է սա։ Բայց ընկերներ, ասեմ, երբեմն լինում է, որ մեզ պետք է Excel-ը փնտրում կատարի շեղվելով, այսինքն օրինակ գտնի բոլոր պատվեր բառերը, անկախ նրանից այդ բառի հետ ինչ այդ բառեր են մուտքագրված։ Այդ դեպքում մենք այս երկու կոճակները չենք ակտիվացնի։ Մի հուշում էլ անեմ, ընկերներ, օրինակ, եթե դուք ուզում եք, որ Excel-ը փոխարինի 5 թվերը, օրինակ 7-երով, դուք պարտադիր տիրույթը պետք է նշեք։ Եթե դուք չնշեք, հետևաբար Excel-ը չի հասկանա, որ սա համարակալում է կատարված այստեղ մուտքագրված 5-ը նորից կփոխարինի 7-ով։ Հետևաբար, եթե դուք տիրույթը գիտեք, որքան տիրույթում պետք է կատարվի find կամ replace, ավելի նպատակահարմար է նախ նշել փնտրման տիրույթը կամ փոխարինման տիրույթը եւ նոր անցնել այս գործիքի կիրառմանը։ Ավելի փնտրման պատուհանում, ինչպես տեսնում եք, կան բազմաթիվ կոճակներ, ավելի մանրամասն այս պատուհանի գործիքներին ու հնարքներին ծանոթանալու նպատակով կարող եք մասնակցել իմ կողմից կազմակերպվող դասընթացների, որոնք իրենց բնույթով խորացված են։ Այնտեղ ես ավելի մանրամասն ներկայացնում եմ, թե որ գործիքը ինչի համար է պատասխանատու։ Հուսով եմ այս հոլովակը ձեզ համար կլինի օգտակար։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Կարող եք հետևել իմ ընթացիկ հոլովակներին հետևելով իմ Facebook-յան էջին կամ YouTube-յան ալիքին։ Շնորհակալ եմ ուշադրության համար, ցտեսություն։